Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին ժամը 14-ի սահմաններում Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ մայիսի 22-ին առավոտյան ժամը 10-ին Երևանում նոր-նորքի 6-րդ զանգված Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա Հրազդան մարզադաշտից 2 կրակոց։ Բնակչությանը խնդրում ենք ընդունել իգիտություն, ասվում է հայտարարությունում։ Կառավարության նիստում փաստաթղթեր եք հրապարակել։ Այո։ Իմիջիալոց Փաշինյանի հետ վիճած Արթուր Օսիպյանը կալանավորվել է 2 ամսով, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով, մասնավորապես խուլիգանություն, բռնության հրապարակային կոչ եւ մի խումբ անձանց միջնորդությամբ քարոզչություն իրականացնելուն խոչընդոտելու հատկանիշներով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի տեխնացու Նիկոլ Փաշինյանի հետ օրերս վիճաբանած, ապա ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Մինչ Նիկոլ Փաշինյանին հանդիպելը նա համացանցում գրառում էր արել, որը ավելի ուշ քննչական կոմիտեն դիտարկել էր որպես բռնության հրապարակային կոչ։ Իրանը պատրաստ է նոր զենք կիրառել ԱՄՆ-ի հարձակման դեպքում, ՌԻԱ Նովոստիին ասել է իրանական ռազմական աղբյուրը։ Այդ զենքը դեռևս չի գործարկվել մարտադաշտում եւ փաստացի չի փորձարկվել, ասել է գործակալության զրուցակիցը։ Իրանում ցուցադրել են նաեւ Հորմուզի նեղուցում իրենց վերահսկողության տակ գտնվող ծովային գոտու քարտեզը։ Իրանի վրա հարձակումը 2-3 օրով հետաձգած Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար իդեալական կլինի այն տարբերակը, որ հարցը լուծվի քիչ զոհերի գնով։ Ըստ ԱՄՆ նախագահի, Իրանում մեծ զայրույթ եւ հուզումներ կան, քանի որ մարդիկ վատ են ապրում։ Զրահապատ ապակու հետևից ելույթ ունեցող Թրամփը հավատացրել է, թե ինքը կարողացել է այնպես անել, որ ԱՄՆ-ն դառնա աշխարհում ամենամեծ վերելքն ապրող երկիրը։ Նա ասել է, թե իրեն հարգում են ամբողջ աշխարհում։ You saw that with China just recently, you saw that in Venezuela, you saw that right now in Iran. Դուք դա տեսաք բոլորովին վերջերս Չինաստանի պարագայում, դուք դա տեսաք Վենեսուելայում, դուք դա տեսնում եք հենց հիմա Իրանում, ամեն ինչ վերացված է, նրանց ռազմածովային նավատորմը ոչնչացված է, նրանց ռազմատովային ուժերը ոչնչացված են, գրեթե ամեն ինչ, գիտեք միակ հարցն այն է, ավարտին ենք հասցնում գործը, թե նրանք պատրաստվում են փաստաթուղթ ստորագրել։ Իդեպ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը իրանական առաջարկի հիման վրա հակամարտության կարգավորման հարցով։ Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի Սիզրան քաղաքին, նահանգապետը հայտնել է 2 զոհի մասին։ Տեղի բնակիչների խոսքով ուկրաինական հարվածից հետո Սիզրանում հրդեհ է բռնկվել, որոշ տելեգրամյան ալիքներ պնդում են, որ այն բռնկվել է նավթավերամշակման գործարանի ստորաբաժանումներից մեկում։ Բելարուսի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունների կադրեր։ Մասնակցել է ավելի քան 64000 զինվորական եւ ավելի քան 7800 միավոր տեխնիկա։ Ավելի վաղ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 19-ից 21-ը ագրեսիայի սպառնալիքի պայմաններում միջուկային ուժերի նախապատրաստման եւ կիրառման զորավարժություններ կանցկացնեն Բելարուսի ուժերի հետ համատեղ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կուբայի նկատմամբ լարվածության սրացում չի լինի։ Նրա խոսքով դեռ անհրաժեշտություն չկա ռազմական գործողություններն ուժեղացնելու, քանի որ Կուբայի կառավարությունը գրեթե ամբողջությամբ կորցրել է վերահսկողությունը կղզու նկատմամբ։ Այս տեքստից կարելի է ենթադրել, որ այժմ վերահսկողություն են ստանձնել ամերիկյան ուժայինները։ Ըստ նրա, Կուբայի հարցը մեծ նշանակություն ունի ոչ միայն ծագումով կուբացի ամերիկացիների, այլև նրանց համար, ովքեր լքել են կղզին եւ գուցե ցանկանան վերադառնալ։ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելն էլ 3 X սոցիալական ցանցում հայտարարել էր, եթե ԱՄՆ-ն ներխուժի Կուբա, ապա դա կհանգեցնի արյունալի կոտորածի։ Էբոլայից մահացածների թիվը հասել է 139-ի, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 600-ը, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը։ Կազմակերպությունը կանխատեսել է, որ այս թիվը կշարունակի աճել։ Կոնգոյում եւ Ուգանդայում գրանցվել է Էբոլայի Բունդիբուգյո շտամի բռնկում։ Տարածաշրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։ Չինաստանում անձրևների պատճառով սկսված աղետալի ջրհեղեղների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, 20-ը համարվում է կորած։ Ջրի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառով հարյուրավոր բնակիչներ արգելափակվել են։
Հեղեղումներն ամբողջությամբ ծածկել են տներն ու ցանքատարածությունները, արգելափակել ճանապարհները եւ խաթարել էլեկտրամատակարարումը։ Բնակիչները տարհանվել են։ Հայտարարվել է հեղեղումների դեմ պայքարի 4-րդ մակարդակի արտակարգ դրություն երկրի 7 նահանգում։